Արցախի հարցը փակողը իմ պապերն է եղել, որը որ չեմ փակել։ Հերթականությունով հանձնել են մեզ, այսօր ես շատ ներողություն բեյնամուս բառը դա թուրքերեն է։ Այսօր մենք բեյնամուս մնացինք, Արցախը հանձնեցինք, ավելի լավ է ես ընդեղ զոհվեի, քան գայի ստեղ։ Պատկերացնում եք, ես ուրիշ տեղեր չեմ ուզում գնամ։ Ուրիշ տեղ եթե ես գնայի, սովետի ժամանակ կգնայի, բայց մարդիկ այսօր ասում են, որտեղ հաց ընդեկած, ես լափակեր չեմ, որպեսզի գնամ ընդեղ հաց ուտեմ, ընդեղ մնամ։ Ես հայրենասեր մարդ եմ, իմ հայրենիքի գործարանները ոտքի կանգնեցրեք, տարածքը քիչ չի, ունենք ոսկի, ունենք ամեն ինչ, ոտքի կանգնեցրեք, արտասահմանից քաշեք ստեղ մարդիկ ներկայանան։ Ոչ այսօր փողոցով անցնում եմ այ մարդ, 4 մարդից մեկը սև, չգիտեմ, իրար հետ խոսում են, ես ամաչում եմ մեր Ղարաբաղի լեզվով խոսեմ։ Իրանք բացարձակ բարձր խոսում են գնալով։ Չեմ ուզում որովհետև մեկին վիրավորեմ, նայել ամարդ։ Ես ասել եմ, հիմա էլ եմ ասում։ Առաջինը, որ Ամերիկանը սկսեց Միլոշևիչին կախելը, այնտեղից իմացա, որ աշխարհը իբրև դեմոկրատիա տանում, ամենաբանդիտ երկիրն է եղել, եւ սկսել է Իրաքում, սկսել է ամենտեղ Սադամ Հուսեյն, էլ ինչ, եւ այսօր հասել այրոնոտ ձերքին, ասում ես հարգում եմ Թուրքի ղեկավարին, որ անդեղ արդեն Իրաքում, ես իմ մեկ էլ Սիրիայում, Լիբանանում, այսօր էլ Պաղեստինի այն ժողովուրդը, որին են գետնի տակ տարապում են, խոսելուց արդեն չեմ կարող, հուզում եմ, մարդ չեն, խաղությունը, չկա մի մարդ Հայաստանը որնա չուզի, բայց այդպիսի ստոր խաղության չեն դիմում, լավ է մահանալ հողին կարոտով, քան թե ենթարկվել Թուրքի նամոտով, շնորհակալություն, բան չունեմ։